Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Քրիստոս հարյավ իմերելոց Այո ամեն 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 Ինչ հրաշալի է որ Քրիստոսը հարություն առ մերելներից Իմ մեծագույն աղոթքներից մեկը գիտեք որն է որ ես շատ եմ աղոթում դրա համար որ Տեր խնդրում եմ որ քո ժողովուրդը հարության իրականությամբ շարժվի, հարության իրականությամբ ապրի, հարության զորության հայտնությունը ունենա, որ չապրի ուղակի սովորականի պես, այլ հարության, զորության, իրականության, այս լույսի ներքո ապրի, որտեղ մենք խավարից չենք կանչվել լույսի թագավորության մեջ, որ դարձյալ խեղճ, ինքնահավան, եսակենտրոն, մեզ համար ապրենք, մենք խավարից փոխադրվել ենք լույսի թագավորության մեջ, որ մենք հարության, իրականության մեջ ապրենք, թող ինչ-որ մեկը բացականչի հալելույա, հալելույա, փառք Աստծուն, գիտեք, մինչև ես պատրաստում էի այսօրվա ծառայության, մի անգամից 2 հատ քարոզ գրեցի, բայց չգիտեմ, որ մեկը խոսեմ ձեր հետ, առաջինը խոսեմ, լավ, առաջինը միշտ էլ ասումն է, բայց այնպես չի, որ երկրորդն էլ ասում չէր, բայց այսօր ուզում եմ խոսամ հարության իրականության մասին, գիտեք ինչ զարմանալի հաղթանակ է տեղի ունեցել խաչի վրա, մենք պետք է ամեն անգամ խնդրենք Աստծուն, որ Աստված մեզ հայտնություն տա իրականում խաչի վրա տեղի ունեցածի մասին, ինչ որ Հիսուսը խաչի վրա արեց, երբ որ ես ու դու հայտնություն ունենանք, թե խաչի վրա ինչ տեղի ունեցավ մեր յուրաքանչյուրիս համար, ապա մենք հաջորդ բանը, որ կսկսենք վերապրել, մենք հարության, ճոխության ու զորության մեջ ենք ապրելու։ Սիրելիներ, Աստված իրականում ուզում է, որ մենք ինչպես քրիստոնյա ազգ անգամ չապրենք մեր մեղավոր ապրելակերպով, որտեվ անունով քրիստոնյա լինել ամենամեծ վնասն է, որ գալիս է մեր միջոցով այս աշխարհի մեջ։ Եթե ես քրիստոնյա եմ, բայց անվանական, գիտեք, ճակերտավոր ասած անունով բոլորն էլ կարան քրիստոնյա լինեն, բայց մենք պետք է նվիրյալներ լինենք։ Ախր Քրիստոսը լավ օրինակ է թողե մեզ։ Ինքեն ձև օրինակ չի թողե, որ մենք եթանք մեր համար ապրենք։ Դե Քրիստոսին ունենք, մենք մեզ համար ապրենք, դա չի Քրիստոսի նպատակը։ Դա ընդհանրապես Քրիստոսի սրտում չի եղել, որ ամեն մեկը իրան վերցնենք, մեր թևի տակ մտցնենք, եթանք մեր համար ապրելու։ Ախր դա թագավորների թագավոր է, տերերի տեր է, նա մեր հասկացողությունից ավելի մեծ է, մեկ իր հետ այնպես ենք մենք վարվում, ասես մեր ընկերն է ինքը, սովորական, ասենք մեր փողոցում ինչ-որ մի բարեկամ ծանոթ ընկեր, որոնց հետ մենք ընկնում ենք, հլնում ենք, խաղում ենք, անկարգություններ ենք անում, աղար ինքը թագավորների թագավոր է, տերերի տեր է, ամբողջ ստեղծագործության հեղինակն է, նա հարյալ տեր է, նա հարությունն է, ու նա եկել է, որ քո հետ ապրի և քեզ օգնի, որ դու չապրես խեղճ կյանքով, այլ ապրես հարության իրականությամբ, որտեղ մենք մինչև Հիսուսը խեղճ կյանքով էինք ապրում։ Բայց երբ որ Հիսուսը եկավ այս աշխարհ, մենք հարության, իրականությամբ կենթանացանք, մայց փոխադրվեցինք լույսի թագավորության մեջ։ Ինչ զորավոր փոխանակություն տեղի ունեցավ խաչի վրա։ Մենք այսօր խոսենք դրա մասին, սիրելիներս, եթե ուշադրություն դարձնենք Հիսուսի արած գործին, որ ինքը մեռելներից հարություն առավ, ինչն է հարության գլխավոր խորհուրդը։ Հարության ամենագլխավոր խորհուրդը կայանում է սրանում, որ նա հակազդում է մահվան իշխանություն ունեցող սատանային։ Հարության ամենագլխավոր խորհուրդը մեր մեջ պետք է նմանատիպ լինի, որ երբ որ ես ու դու այս օրերին տոնում ենք հարության իրականությունը, կամ հենց այսօր ամբողջ Հայաստանը, ամբողջ քրիստոնյա աշխարհը տոնում է հարության իրականությունը, գիտեք, հարության իրականությունը այսօր քրիստոնյա աշխարհում դարձել է մեկ օրվա արարողություն, մի հատ հացկերույթ և հետո բոլոր անցում են իրանց հոգսերին, խնդիրներին իրանց առօրյային, ու այսպես մարդիկ կորցնում են արժեքը հարության իրականության, Տերը շատ կվիրավորվի, երբ որ դու հարության իրականության մասին այդտենց կարճաժամկետ, թեթևամիտ, մարմնավոր, շնչավոր, անհեթեթ գաղափարով վերաբերվես։ Սա ամենամեծ վնասն է հասցնում քրիստոնյանը ու քրիստոնյական կյանքին ու մեր յուրաքանչյուրիս կյանքը ոչ թե արժեքազրկվում է մեր լավ ու վատ լինելուց։ Մենակ մի բանից կա, որ մեր կյանքը արժեքազրկվում է, որ մենք պատշաճ հարգանք չենք ցուցաբերում Քրիստոսի արած գործի նկատմամբ։ Մենք սաղ գիտենք դրա մասին, բայց մենք մեր ձևով ենք ուզում Քրիստոս մեր հետ լինի։ Սիրելիներս, մոռացեք այս ձևը։ Իմ ու քո կյանքում Քրիստոսը մեր ձևով չպետք է լինի, մենք պետք է իր ձևով լինենք։
Եթե դու իր ձևով լինես, կյանքդ կփոխվի, բայց երբ որ դու ուզում ես, որ ինքը քո ձևով լինի, քո ձևի մեջ լինի, կներեք, դուք ուրիշ տեր եք ձեր մեջ զարգացնում, ու այդ տերեն տերի հետ կապ չունի, որ օրես մի օր պետքա քեզ հարություն տա։ Դու պետքա շատ կարևոր ես այս բանը քեզ համար։ Ես ու դու իրան սիրում ենք ոչ թե մեր պայմաններով, մենք իրան սիրում ենք իր պայմաններով։ Իսկ իր պայմանը այսպես է, ես հարություն եմ առել։ Ու դու հարության զորության պետք անձի սիրես։ Ոչ թե քո ձևով, խեղճ ու կրակ, դե սիրում եմ։ Քո սիրո մեջ պետքա զորություն լինի, որ երբ որ դու սիրես, դա զորություն արձակի։ Եթե քո սիրո մեջ զորություն չկա, ուրեմն Հիսուսի հետ չես սիրում։ Հիսուսի սերը զորություն ունի, նա կյանք է բերում, նրա սերը երկնքից եկել է, որ մեզի փոխի։ Ու մենք իր սիրո մասին մեր մարմնավոր, շնչավոր, էմոցիոնալ գույներով ենք ուզում մտածենք։ Նա այդպեսին չի։ Նրա սերը այդպեսին չի։ Նրա սերը երբ որ լցվում է մեր սիրտը, մենք կերպարանափոխվում ենք, մենք լցվում ենք, կյանքը գալի մեր մեջ։ Մենք մռայլ մարդիկ չենք դառնում, ինքնահավան մարդիկ չենք դառնում, եսասեր մարդիկ չենք դառնում։ Մենք կյանք ենք ուզում դնենք ուրիշների համար։ Մենք վիրավորվող չենք դառնում, նեղացկոտ չենք դառնում։ Սիրելի մեծեր, խնդրում եմ, ձեր համար ուխտ արեք, որ դուք մեծանում եք, պետք է Աստծո սերը ձեր միջով թափվի։ Ոչ թե խեղճ ու կրակ, ոչ թե նեղացկոտ։ Ես հակառակ եմ ու հակառակվում եմ ին հասկացողությանը, որ մարդիկ ասում են, դե մարդը մեծանում է, երեխա է դառնում։ Ես ասում եմ ոչ։ Եթե հարության զորությունն է քո ներսում, դու նեղացկոտ մարդ չպետք է լինես։ Դու նեղացկոտ մարդ չպետք է լինես հարության մեջ, հարության զորության մեջ նեղանալ չկա, այնտեղ կյանք կա։ Թող ինչ որ մեկը բացականչի հալելույա։ Սիրելիներս, կյանք կա հարության մեջ։ Ու ես ու դու պետք է այդ իրականությամբ ապրենք, այդ իրականությամբ սիրենք, այդ իրականությամբ գործենք, այդ իրականությամբ բարձրացնենք, այդ իրականությամբ հարձակվենք անգամ։ Այն իրավիճակների վրա, որ մեզի ուզում է խեղճացնի կամ վախեցնի, կամ ինչ որտեղ կողոպտի, սիրելիներ, մի խեղճացի, քո մեջ հարության զորություն կա, որը քշում է թշնամու բանակները։ Հարության զորություն կա, այս հարության զորությունը խելքից դուրս բանա, մենք պետք է սրա հետ հաշվի նստենք։ Ինչ զարմանալի փոխանակություն տեղի ունեցավ։ Ուրեմն եկեք իրար հետ մի հատ նայենք Եսայիա մարգարեն, որ 700 տարի առաջ ինքը մարգարեական տեսիլք է տեսնում Հիսուսի խաչելության մասին։ Ինձ այնպես է զարմացնում, որ այս մարդը ինչ էր տեսնում։ Ես մի փոքր ուզում եմ ինձ դնեմ իր տեղը, որ կարողանամ հասկանամ ինչ կարար ինքը տեսներ ու չհասկանար այս ինչ է տեսնում։ Ու մենակ իրան մի բան էր պահանջում, որ ինքը արձանագրեր այն ամեն ինչ, որ ինքը տեսնում էր։ Գիտեք, ինքը սկսում է այդ տեսիլքը 53-րդ գլխում հետևյալ խոսքերից։ Ասեց. «Ով հավատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ»։ Լուր։ Ամեն առաջին ինքը սկսում է ով է հավատում այս լուրին։ Գիտեք 2000 տարի առաջ է, 2025 տարի առաջ է Հիսուսը խաչի վրա իրականացրել այդ ամբողջ հաղթանակը, ու այդ լուրը այսօր հասել է մեզ։ Հիմա այսօր Աստծո խոսքը պատմության էջերից արձանագրում այս խոսքը քեզ համար ու ինձ համար։ Ով հավատաց այս լուրին։ Ով հավատաց այս լուրին։ Ու հաջորդ բան ասում է, Տիրոջ բազուկը հայտնվում է այդ ժամանակ։ Դու պետք է քեզ համար մի հատ որոշում կայացնես, դու հավատում ես այդ լուրին։ Եթե դու հավատում ես այդ հարության լուրին կամ այդ խաչելության լուրին, Տիրոջ բազուկը պետք է բացվի։ Եթե Տիրոջ բազուկը չի բացվում, ուրեմն դու մատերի արանքով ես մոտենում հարցին։ Տիրոջ բազուկը պետք է բացվի, որտեղ այդ լուրը իր հետ զորություն ունի, կյանք ունի, ներգործություն ունի բերելու այս աշխարհի մեջ։ Ու եթե ես ու դու այդ լուրի հետ չհամագործակցենք, հավատալով հենց այնձև ոնց որ ասում է, որ Տիրոջ բազուկը բարձրանա, դու կխեղճանաս, սիրելիներ։ Ունենալով Քրիստոսի իրականությունը մեր մեջ, մենք մեզի հաճախակ այնքան խեղճ ենք պահում, այնքան չսիրված ենք պահում, այնքան կոտրված ենք պահում, այնքան վնասված ենք պահում, մեկ էլ այնքան խեղճ ու կրակ ձևով ենք մեզի ներկայացնում, որ ասես մենք ամենավերջի, թողված, անտեսված, մերժված, ոչ սիրված մարդն ենք։ Աստված այդպես չի, սիրելիներս, Հիսուսը հարություն առել նա մեր մեջ, ասում է ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ։ Վերցրեք քո համար որոշում։ Ես հավատալու եմ այնպես, որ Տիրոջ բազուկը հայտնվի իմ կյանքում։
Սա պետք է լինի քո ամենակարևոր որոշումը։ Եթե դու այսօր այս ծառայությունից գնաս այս որոշումով ու այս ձիգ զգաստությամբ, դու հրաշքներ պետք է տեսնես։ Իսկ եթե չէ, նորից նույն ձևով կշարունակվի քո կյանքը ու պատասխանատվությունը քո չփոխված վիճակի մնալու է քո վրա, ուրիշ ոչ մեկի։ Դու պետք է խորագետ լինես։ Հիսուսը մեր կյանքում դա փոփոխության կյանք է։ Մենք նույն ձևի մեջ չենք մնում, մենք փոխվում ենք, մեր կյանքն է փոխվում, մեր իրավիճակներն են փոխվում, մեր հանգամանքներն են փոխվում, մեր մարմիններն են փոխվում, մեր մտածելակերպն է փոխվում, որովհետև Հիսուսը մեր մեջ եկել է, որ մեր կյանքը նույն վիճակում չմնա, այլ ակտիվանա երկնքի իրականությունից։ Սիրելիներս, եթե դու պետք է հետս նորից մեղավոր կյանքով ապրես, չհասկացար խաչի վրա տեղի ունեցածը ուր է։ Եկեք խորագետ լինենք։ Կարդում եմ Պատժի եւ չարչարանքների մասին տեսարանը, որ Եսայան նկարագրում ասում է, որովհետև նա մատաղատունկի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված եւ մարդկանց երեսից ընկած հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսի, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարվում։ Հիրավի նա մեր ցավերը, եկեք ասենք մեր ցավերը վեր առավ։ Հաջորդ բանը ասում է մեր վիշտերը բռնեց իր վրա։ Բարձր ասեք։ Շատ կարևոր բաներ աստե գրված։ Եսայան ինքը 700 տարի առաջ մինչև Հիսուսը կգար այս աշխարհ, նա տեսիլք է տեսնում Հիսուսի մասին։ Նա տեսնում է թե Հիսուսը ինչ է անելու խաչի վրա։ Ու ասում է նա մեր վիշտերը բռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում։ Այսի մեր վերաբերմունքն է այսօր խաչի վրա տեղի ունեցածի։ Այսօր իմ ու քո վերաբերմունքը խաչի նկատմամբ այստեղ նկարագրված է։ Նա ասում է իսկ մենք պատոհարված էինք անում, ինչա իմ մեղքերի համար մահացե։ Ասում է իսկ մենք, ասում է պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Ամենատարօրինակ բաներից մեկը, որ հաճախակի մարդը իրան հաշիվ չի տալիս ու ասում է, ինչի պետք է ինքը իմ մեղքերի համար մահանար։ Դու չես որոշում, այն որ դու մեղք ես անում, կարող է ինչ-որ մեկից թույլտվություն ես խնդրել։ Եվ որ եթե ես մեղք ես անում, եկել ես քո ծնողին ասում ես, հայրիկ ջան, մայրիկ ջան, թույլ կտաս այդամ շնություն անեմ, կամ այդամ գողություն անեմ, կամ այդամ ինչ-որ մեկի սպանեմ, դու ումից ես թույլտվություն հարցնում, ոչ մեկից։ Ու հանկարծ չես հասկանում ինչի մեղավոր մարդ ասում է, ինքը ինչի պետք է իմ համար մահանար։ Ինքը որոշել է մահանա, որտեվ քեզ սիրել է ու ինձ սիրել է, ու ինքը մինչև վերջ է գնացել, ու ինքը ուզեցել է որ քեզ օգնություն հասցնի, որ դու չմնաս քո խնդիրների ու քո մեղքերի մեջ, որտեվ դա շատ վտանգավոր է։ Սիրելիներ, Հիսուսը շատ հետաքրքիր բան աստ է բացում ես համար Եսայայի միջոցով։ Նա շարունակում ասում է այսպես. բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Ուշադրություն դարձեք, որ այստեղ շատ է շեշտադրվում այս մի քանի տողերում մեր բառը, անդադ բարձրաձայնում է մեր ցավերը, մեր վիշտերը, մեր անօրենությունները, մեր մեղքերը։ Սիրելիներս, ինքը ասես այս պատմության մեջ ուզում է որ այս խոսքը հասնի մեր ընկալումներին, որ մեր համար այդ բանը տեղի ունեցե։ Եթե այսօր ես ու դու չընկալեցինք, որ խաչի վրա նա մեր համար այդ է արել, մենք չենք փոխվելու։ Մեր ամենամեծ վտանգը գիտեք որն է, որ մենք չենք ընդունում այն փաստը, որ ինքը իմ ու քո մեղքերի համար այդ է արել։ Երբ որ դու էսի չգիտակցեցիր, դու չես փոխվում։ Փոփոխություն գալիս այն պահից, երբ որ հասկացար, Տեր իմ մեղքերի համար ես այս բանը արել։ Բայց մենք հաճախակի սենց ենք մեզի պահում, ասում ենք դե ես ինչ մեղք եմ արել։ Ուզում ենք համեմատվենք մի հատ ամենածանր մեղք անողի հետ։ Դու որ սուտ ես խոսում, ինչ կապ ունի։ Այն մեկը շնություն արել, թե դու սուտ ես խոսացել։ Այն մեղքը մեղք է։ Շնություն անելու համար են դժոխք եթում, սուտ խոսալու համար են դժոխք եթում։ Մի համեմատվի մեղավորների հետ, որ քեզի արդար տեսնես։ Ամենամեծ վտանգը եւ խապկանքը, որ մի հատ սուրբ ապրած մարդը, մաքուր ապրած մարդը իր մի հատ փուճուր մեղքը ուզում է ծածկի համեմատվելով մի հատ բացահայտ մեղք գործողի հետ։ Մի խափեք ձեզ։ Մեղքը մեղք է, նա մահ է բերում։ Ու Հիսուս ասում է,
Այս մարդու միջոցով, այս մարգարեի միջոցով, որ նա մեր մեղքերը վերցրեց, նա մեր ամենից վիշտերը, ցավերը, տանջանքները վերցրեց, շեշտադրելով այս մեր բառը մի քանի անգամ այս տողերում, նա ուզում է լսարանին հասցնի, սիրելիս ուշադիր եղի, նա մեր համար է դա արե, նա մեր համար է դա արե, որ ես ու դու վերցենք ասենք, Տեր, իմ համար է դա, որ դու կարողանաս հաղթես այն խնդիրը, որը քեզի հետապնդում է, որ դու կարողանաս հաղթես այն մեղքը, որ քեզի կապում ու տանջում է, կողոպտում է։ Շարունակենք։ Հələ տեսեք ինչ կարգավիճակի մասին է խոսում։ Եսայան 53:6-ում ասում է մենք ամենքս ոչխարների պես մոլորվեցանք, յուրաքանչյուր իր ճանապարհին դարձավ։ Այստեղ շատ գեղեցիկ Եսայան նկարագրում է մարդկության կարգավիճակը, որ ամեն մեկը մոլորված է ու ամեն մեկը ինքնագլուխ իր կյանքով ապրում։ Եթե դու ինքնագլուխ կյանքով ես ապրում, ես էլ քո հետ միասին, այդ դեպքում ոչ մեկ ընձի չի կարաս ինչ ես այդպես ապրում։ Եթե ես ու դու ուզում եմ մի հատ կարևոր բան վերցնես քեզ համար։ Սիրելներ, էսի շատ կարևոր եմ ասում հիմա, յուրաքանչյուրի դա վերաբերում։ Երբ որ դու մտածում ես, որ դու կարաս ապրես ոնց որ դու ես ուզում, դու չարաչար սխալվում ես։ Դու չարաչար սխալվում ես։ Դու ինչ ուզում ես արած անես, դու դրանով վնասելու ես քո տունը, վնասելու ես քո շուրջը գտնվող մարդկանց։ Մի մտածի տենց, սա ամենամեծ վտանգն է ու վնասն է, որ այսօր ես ու դու կարանք տեսնենք հասարակության մեջ։ Մի Աստծո մարդ սենց էր ասում։ Ասում էր, եթե մեկը շատ ուժեղ միտք ունի, նա ոչ մեկի գերի չի լինելու։ Ասում է, բայց եթե իրականում ուզում եք ուժեղ ազգ ունենաք, պետք է ուժեղ միտք ունենաք։ Իսկ ասում է թշնամին ինչ անում։ Ուզում եք ազգը փչանա, քանդեք ամեն մեկի ուղեղը, մտածելակերպը ազգն էլ կքանդվի։ Ու դուք մտածում եք, որ ամեն մեկ իր գլխով ունի, ինքը իրան չի քանդելու, դու դրա հաշվին էլ քանդվում են, էլի։ Ամեն մեկ ինքնագլուխ ապրում է ու քանդում է, որովհետև մենք ուժեղ չենք մեզանով, մենք մենակ իրանով կարանք ուժեղ լինենք։ Այնքան կպավ սրտիս։ Ոստեղ Եսայան նկարագրում է, որ մենք ամենքս մոլորվածների պես ենք, յուրաքանչյուր իր ճանապարհին է դառնում։ Ու մեկ էլ հանկարծ ասում է, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենից մեղքը։ Ինչ մեղք։ Այդ ինքնագլուխ ինքնակամայության մեղքը ամենաշատ վնաս հասցնող մեղքն է։ Գիտեք ամենաառաջինը եդեմական պարտեզից ինչ դուրս եկավ, այդ ինքնակամայությունը, ինքնագլուխ ապրելակերպը, որտեղ մարդը այդ օրվանից, երբ որ Աստծուն մերժեց, դարձավ իր գլխի տերը։ Այդ հենչի համար մենք ամեն մեկս ամեն ժամանակ լիքը վնասների ենք հանդիպում, երբ որ ինքնագլուխ կյանքով ենք ապրում։ Սիրելիս եկեք խորագետ լինենք, որտեղ ինքը ասում է, հենց այդ մեղքը դրեց իր վրա։ Այդ ամեն մեկը, որ իր համար ապրում, ինքնագլուխ ապրում, Աստված հենց այդ մտածելակերպը վերցեց դրեց Հիսուսի վրա, որ Հիսուսի վրա այդ հարվածը կա եւ ոչ թե մեզ վրա։ Ովքեր են ճաշակե վնասներ ինքնակամ կամ ինքնագլուխ ապրելու հետևանքով։ Սաղս ենք վերապրում տես բաներ։ Մենք բոլորս ենք վերապրում։ Մարդիկ մտածում են, թե ինքնագլուխ ապրելով կարան իրականում հաջողություն բերեն։ Չի լինում, սիրելիներս, մի փորձեք, ընդհակառակը դարձեք այդ ձևի ապրելակերպից, որտեղ դա վնասում է։ Ստեղ Հիսուսի վրա դրվել է մեր այդ կամայականությունը։ Հիսուսը վերցրեց այդ ամեն իր վրա։ Եսայի 53:7-10 խոսքերն եմ կարդում։ Նա անիրավություն կրեց եւ չարչարվեցավ, բայց իր բերան անգամ չբացեց։ Ու հարցածվում ինչու։ Որովհետեւ իր մեղքի համար չէր չարչարվում, որ հələ ինքնապաշտպանությամբ զբաղվեր։ Գիտեք, մեր կյանքում եղած ամեն ինքնապաշտպանությունը Աստծո արդարությունը չի պաշտպանում, մեղքն է պաշտպանում։ Մենք ստե պետք է հասկանանք, ինչի համար ինքը իր բերանը չբացեց։ Բայց մենք, հենց մեկը մեզի ուզում է հանդիմանի, մենք մի անգամ բերաններս բացվում է, վրա ենք տալի, հարձակվում ենք, որ պաշտպանենք մեր ծուլությունը կամ մեր բացը, մեր սխալ ապրելակերպն ու վարքը։ Ինչու՞։ Որովհետև քո ամեն մի նման մոտեցումը քո մեղքի պաշտպանության համար է եւ ոչ թե ապաշխարության։ Սիրելիներս, բայց Հիսուսը քանի որ վերցրեց այդ ամեն իր վրա, նա իր բերանը չբացեց, որ պաշտպանի այդ վիճակը։ Մենք պետք է խորագետ լինենք։ Հարց այսօր տուր ինքդ քեզ, ի՞նչն ես քո կյանքում պաշտպանում։ Քո խոսքերը բարձրաձայնում ես ինչի համար, որ պաշտպանես քո կյանքում եղած մեղավոր ապրելակերպը, սա պետք չի ինձ ու քեզ, սա կկործանի, դա ինչ որտեղ կարա հայոյություն լինի Հիսուսի արած գործի նկատմամբ։
Եկեք խորագետ լինենք, մենք չպաշտպանենք մեղքը մեր կյանքում, մենք չպաշտպանենք մեր ինքնարդարացումները, որտեղ դրանք մեզի սպանում են, մենք ցամաքում ենք այդ ժամանակ։ Հիսուսը ստեղ մեզի ցույց է տալիս այս կարևոր բաները։ Նա անիրավություն կրեց, չարչարվեցավ, բայց իր բերանը չբացեց։ Ինչպես մի ոչխար, որ մորթվելու է տարվում, ինչպես մի մունջ մաքի իր խուզողների առաջ։ Հուսով եմ բոլորդ էլ տեսել եք այս process-ը, երբ որ գյուղերում ապրել եք։ Տեսել եք ոնց են ոչխարները խուզում։ Գիտեք, անգամ գիտնականները բացահայտել են, ասել են, գիտեք ինչա ոչխարի միս այդքան թանկ կամ ընդհանրապես գառի միս այդքան թանկ, որտեղ ասում են միակ կենդանին է, որ մորթելուց ստրես չի վերապրում։ Հանձնվում է մորթողներին։ Դրա համար էլ իր միս այդքան թանկ է։ Առողջ է, առողջարար է։ Ինքը երբեք վնաս չի տալիս, եթե օգտագործես։ Սիրելիներս, ու Հիսուսին համեմատում են այդ մորթվող եւ խուզվող այդ տանջանքի վիճակում գտնվող, ինքը իր բերանը չի բացում, նա ասես հանձնվում է, ու գիտեք զարմանալի որն է, ասում է այնպես իր բերանը ասում է չբացեց, չկծեց, ոչ մեկին թթու խոսք չասեց, թեպետև ինքը ուներ ամեն իշխանությունը բոլորն էլ իրանց տեղը դնելու։ Սիրելիներս, եկեք խորագետ լինենք, նա այդ ամենը մեր մեղքերի պատճառով արե։ Որտև ինքը օրինակ թողեց, որ պետք չի մեղքը պաշտպանել, մեղքից պետք է շատ արագ ձերբազատվել։ Սիրելիներ, ձեր տունը, իմ տունը, մեր բոլորիս տները քանդում է մեղքը, մեր պաշտպանած, մեր տները, մեր հարաբերությունները, մենք որ մեկս մյուսից նեղած կոտ կյանքով ենք ապրում եւ օրերով, ամիսներով, տարիներով կարանք նեղած կոտություն անենք, քեմ պահենք, ողջ պահենք։ Մտածեք, ինչն է քանդում ձեր տունը, ձեր հարաբերությունները, ձեր քաղցրությունները, մենակ մի բան կարա քանդի։ Երբ որ դուք պաշտպանում եք ձեր վիրավորված վիճակը եւ ոչ թե ձերբազատվում եք դրանից։ Իսկ Աստված ասում արի իմ մոտ, արի իմ մոտ։ Նա հարություն առե մեռելներից, նա զորություն ունի օգնելու ինձ ու քեզ։ Մենք պետքա արագ լինենք, ակտիվ լինենք։ Լսեք, շարունակությունն եմ կարդում։ Եսայան այս ամեն ինչը տեսնում էր, ու նա շարունակում այս բանը բարձրաձայնել։ Մահի եւ գերեզմանի այս process-ն է տեսնում։ Ասում է կալանքից եւ դատապարտությունից վեր առնվեցավ եւ նրա ազգատոհմը ով կարող է պատմել։ Սա խոսում է, որ նա ուրիշ տեղից եկած համակարգա, կառույցա, մեկն է, որ երկնքից եկավ երկրի մեջ։ Եվ հետո ինքը ասում է, շարունակությունը լսեք, որտեվ նա կտրվեցավ կենթանների երկրից, իմ ժողովրդի մեղքի համար պատժվեց նա, իմ ժողովրդի մեղքի համար, իմ ժողովրդի մեղքի համար, սա տարածում է քո ազգատոհմի վրա, քո բարեկամության վրա, քո ընկերների վրա, քո ծանոթների վրա, կարաս մտածես այդպես, իմ ազգատոհմի համար պատժվեց Հիսուսը, իմ հարազատության համար պատժվեց Հիսուսը, կարաս մտածես այտենց, այն ժամանակ սիրտդ կբացես շատերի համար, որ աղոթես, բարեխոսես, փրկություն կանչես իրանց համար։ Շատ կարևոր է այս բաներին ուշադրություն դարձնենք։ Լսեք 9-րդ խոսքը ինչ ասում։ Եվ ամբարիշների հետ որոշվեցավ նրա գերեզմանը, որտեղ բոլորի համար միացած մեծ հարցական էր։ Ինչու Հիսուսը հանցագործների հետ խաչվեց։ Ուրեմն ինքը ինչ որ անշնորհք բան արե։ Այդպես մեծամիտ խոսքերը դա մեր մասին է, ոչ թե Հիսուսն այդ անշնորհքություն արե։ Ես եւ դու ենք այդ անշնորհքները եղե։ Ու Հիսուսը վերցեց իր վրա, դրա համար ասում է հանցագործների հետ համարվեցավ, բայց երբ որ ինքը արդեն պետքա գերեզմանի մեջ դրվեր, ասում է մի հարուստ մարդու գերեզմանի մեջ դրվեց, դա մենք տեսնում ենք արդեն նոր կտակարանում։ Պատկերացրեք, Եսայան տեսնում է այս բաները, կարելի ասել մի զարմանալի շփոթության մեջ է հայտնվել, ինքն էլ չհասկանում է, ինչ է տեսնում, Տերն է բաց է իրան որ տեսնի։ Ու ինքը նկարագրում է այս ամեն ինչը։ Ու մեկ էլ անցնում է որոշ ժամանակ 700 տարի հանկարծ այս ամեն ինչը ոնց նկարագրված այդպես տեղի է ունենում։ Ու մենք ասում ենք Աստված, այս ինչ իրական է այս ամենը։ Դուր մեզ միտք որ մենք փոխվենք։ Մենք ինքան մեծամիտ ապրելակերպ ունենք, գիտենք թե մենք վերջն ենք։ Խելոք պետք է լինենք մի քիչ։ Թույլ տանք որ Աստված փոխի մեզ։ Մեր հպարտությունը քանդում է մեր տները։ Մեր մեծամտությունը քանդում է մեր ազգատոհները։ Մեր ընտանիքները քանդվում են ոչ թե ուրիշների սխալների պատճառով, մեր մեծամտության պատճառով։ Իսկ մենք ուրիշների մեջ ենք մեղքը միշտ ման գալի։ Տեր ուզում է որ այսօր դու հասկանաս խաչի վրա ինչքին է վճարվել, որ կարողանաս համագործակցես հարության իրականության հետ։ Երբ որ քո մեղքերը չես թողում ուզում ես լավ բան ունենաս, ով ասեց։
Դու պետք է հրաժարվես քո մեղքերից, որտեվ լավ բան կա քո համար պատրաստված։ Բայց մենք ուզում ենք մեղքերով ունենանք այդ լավ բանը։ Չի լինի։ Ինչքան էլ փտրես չի լինի։ Տերը չի ուզում, որ դու մեղքերով լավ բանի մեջ ելնես։ Դու մեղքերից պետք է ազատվես, որ նոր լավ բանի տիրանաս, որտեվ լավ բանը շատ թանկին արժի նաև։ Հիսուսը հետաքրքրված է, սիրելիներս, եկեք ուշադրություն դարձնենք ստեղ։ Ասում է, բայց ըստ որում նա զրկողություն չէր արել եւ խաբեություն չկար նրա բերանում, բայց նա հարուստի հետ մեռած ժամանակ եղավ։ Էդի հարուստի գերեզմանում դրվելու այդ process-ներ։ 10-րդ խոսքը ասում է այսպես. բայց Տերը հաճեց նրան զարկել եւ ցավեցնել։ Ինչու՞ այս խոսքը մեզ համար մի քիչ տարօրինակ, ասում է հաճեց նրան զարկել ու ցավեցնել։ Ինչու՞, որտեվ վերջապես հայրը ուրախացավ, գիտեք ինչի համար, ոչ թե որ իր որդուն պետքա զարկի, այլ որ իր որդին մեր ամենի փրկության ճանապարհը բացում է մեր պատիժը իր վրա վերցնելով։ Այսօր մենք այնքան թեթևամիտ կլնենք այս հարցի մեջ, եթե խորագետ չլնենք սիրելիներս, նա մեր պատիժն է վերցրել իր վրա։ Դու այսօր պետքա չապրես քո ձևով ոնց ուզում ես։ Դու պետք է ապրես այն ինչ որ ինքը թողել է։ Մենք ինքան վիրավորում ենք Սուրբ Հոգուն, գիտեք, մեր ապրելակերպով, երբ որ մենք մեր ձևով ենք ապրում։ Հիսուսը չի ուզում այդպես, որտեվ ինքը հարություն առը մեռելներից։ Ոնց է ձեզ թվում, հələ ինքներդ տրամաբանեք։ Ամենազարմանալի լուրը, ամենաուրախ լուրը մարդիկ իրանց ներսում չեն կարողանում դրա ուրախությունով, որովհետև իրանց ու Աստծո միջև կամ մի հատ չներում, ինչի պետք է անշնորհքին ես ներեմ։ Դե դրա համար էլ ոչ մի լավ բան չես տեսնում, էլի։ Լավ բաները շուրջդ, ոչ մի լավ բան չես կարող տեսնես։ Ինչու՞, որտեղ մի հատ չներումը քեզ բթացնում է, խանգարում է քո մտքի աշխարհում, որ դու վայրես ամեն լավ բանը, որ Տերը քո առաջ բերում է։ Եկեք թոթափենք մեր վրայից ամեն սխալ բան։ Սիրելիներս, երբ որ մարդ ուզում է հանկարծ մեղքի հետ լավ բանի մեջ մտնի, դա չի լինում։ Տերը թույլ չի տա։ Նա մահացել է, որ դու այդ մեղքով չհայտնվես լավ բաների մեջ։ Որ դու մեղքից ազատված մտնես լավ բաների մեջ, որովհետև Տերը ուզում է, որ դու վայելես, իսկ մեղքը չի թողում ոչ մեկից, որ մենք վայելենք։ Եկեք շարունակենք տեսնենք ինչ ասում։ Ասում է, բայց Տերը հաճեց նրան զարկել ցավեցնել, երբ որ նրա հոգին մեղքի զոհ արավ։ Նա պետքա սերունդ տեսնի եւ օրեր երկարացնի եւ Տիրոջ հաճությունը պետքա հաջողվի նրա ձեռքով։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Տերը զարմանալի հաջողություն է դրել Հիսուսի հարության իրականության մեջ, որ երբ որ դու այդ ընդունում ես քո սրտի մեջ, խաչի խոսքը ընդունելով եւ դրա հաջորդ կողմի մեջ անցնելով, դու հաջողություն ես տեսնել, որովհետեւ ասում է Տերը հաջողվելու է։ Հենց իր ձեռքով քո կյանքում նա հաջողվելու է։ Կաստ ինչ որ մեկը որ հաջողություն է ուզում։ Հաստատ ուզում եք։ Հրաժարվեք ուրեմն ձեր մեղքերից։ Հրաժարվեք։ Հրաժարվեք ձեր բաղձանքներից։ Ուղղակի հրաժարվեք։ Այն ինչ որ ինքը ունի ձեզ համար, դա ձեր խելքից էլ ավելի ճոխ բան է։ Հասկանում եք, հարության, այս ճոխությունը բացվում է, Քրիստոսը հարություն առե ու ինքը իրականում ուրախություն է բերում մեզ համար, այս ամեն ինչի միջոցով։ Որովհետև ինքը հաղթեց մեր թշնամուն, նա հաղթեց այդ մեղքին, որ մեր ամենամեծ թշնամին է եղել։ Ու այդ մեղքի հետևում սատանան է կանգնած եղել։ Աստծո խոսքը գիտեք ինչ էլ ասում։ Այս վերջերս շատ եմ այդ խոսքը մտածում։ Ասում է, ով որ մեղք է գործում, նա սատանայից է, որտեվ առաջինը սատանան մեղանչեց։ Առաջին Հովհաննեսի 3-րդ գլխում է գրված այս խոսքը։ Ու ես անդադ մտածում եմ սրա մասին, այ Տեր, ինչ լուրջ խոսք է։ Ով որ մեղանչում է, նա սատանայից է, որտեվ առաջինը սատանան մեղանչեց։ Ու մեկ էլ հանկարծ հայտնություն է բացվում, որ իմ ու քո կյանքում եղած ամեն մի մեղքը սկիզբ առ է սատանայից։ Ամեն մի մեղքի արկայությունը դա սատանայի մասին է հիշատակում մեր մեջ։ Ամեն մի սրբության արկայությունը դա Աստծո մասին է հիշատակում մեր մեջ։ Ու մենք պետք է իմանանք հարության զորությունը դրա հետ կապ ունի։ Շարունակենք երկու տեղել, որ հենց 53-ի 11-12 խոսքերում ասում է, սա հարության վարձքն է, որ վարձք է բերելու Հիսուսի կյանքի մեջ, իր աշխատության պտուղը նա պետքա տեսնի, ասում է իր անձի աշխատության պտուղը պետքա տեսնի եւ կշտանա Հիսուսը։ Գիտեք, թեկվի քո կողքին կերոջը ասա Հիսուսի արած գործ իմ կյանքում բարապ չի լինելու։ Ասեք իմ Տերը պտուղ առնելու ինձանից Հիսուսի անունով։ Ու տեսեք հաջորդ բան ասում է իր գիտությամբ պետք է արդարացնի իմ արդար ծառան շատերին։
որովհետև նրանց անօրենությունները ինքը կրեց։ Սիրելիներս, պատկերացնում եք ինչ ասում։ Ասում է նա իր գիտությամբ, իր ճանաչողությամբ ինձ ու քեզ արդարացնել է, որովհետև իմ ու քո հանցանքները ինքն է կրել։ Նա գիտի ոնց քեզ արդարացնի։ Երբ որ մի հոգավորը քեզ ուզենա մեղադրի, նա կասի ես եմ իր համար գին վճարել։ Նա իմ ու քո համար մահացել է, որ ինձ ու քեզ արդարացնի։ Դու չես կարող քեզանով արդար լինես։ Նա է մեր արդարությունը։ Ու եթե ես ու դու այդ արդարության հետ համագործակցում ենք, մեր վրա Աստծո հայացքը երբեք չի փոխվում։ Աստծո խոսքը շատ ասում է, որ ռեալ, որ ասում է նրա աչքերը արդարների վրա է եւ նրա ականջ արդարների աղոթքի վրա է։ Ինչու? Որտեւ Հիսուսը մեզ արդարացնող Աստվածն է։ Նա իր գիտությամբ շատերիս արդարացնում է, որտեւ մեր անօրենությունը ինքն է կրել։ Դրա համար ինքը կարա մեզ արդարացնի։ Ինքը կասի ես քեզ արդար եմ համարում, որտեւ ես քո փոխարեն մահացել եմ։ Հիմա հարցը գիտեք դրա մեջ չի։ Ամենամեծ բաց թողումներից մեկը, բոլորը գիտեն խաչի մասին, բայց բոլորը չեն համագործակցում Հիսուս ինչ որ թողել է։ Մենք պետք է այսի սովորենք, սիրելիներ, որովհետև երբ որ դու Հիսուսի արածի հետ չես համագործակցում, դու չես փոխվում, դու նույն վիճակում ես մնում։ Բայց քրիստոնեությունը ինքը կրոն չի, ինքը փոխված կյանքի ապրելակերպ է։ Եթե դու ինչպես կրոն ես դիտարկում, դու կդառնաս կրոնավոր մարդ, բայց եթե դու ինչպես կյանքի աղբյուր ես դիտարկում, դու նույն մարդը չես մնա, ձևական չես մնա, փոփոխություն կվերապրես, կյանք կվերապրես։ Նրա համար նրա բաժինը պետքա տամ շատերի հետ, եւ նա հզորների ավար պետքա բաժանե, նրա փոխարեն որ իր անձը մատնեց մահվան եւ հանցավորների հետ հաշվեցավ, եւ նա շատերի մեղքը վերառավ եւ հանցավորների համար միջնորդեց։ Ռուսերեն գրված է բարեխոսեց, սինադալնի թարգմանության մեջ գրված է բարեխոս եղավ։ Գիտեք այդ ինչա նշանակում, որ պատկերացեք մի սենց տեսարան։ Ես մեղավոր մարդ եմ, գալիս եմ Աստծո առաջ, ասում կարամ ես մարդկության մեղքերի համար ես մահանամ։ Տերը ասում է դու մեղավոր ես, դու չես կարա։ Այսինքն ես բարեխոսում եմ, որ ինչ որ մեկի համար կյանք դնեմ։ Ու Տերը ասում է դու չես կարա։ Հետո գալիս է մեկ ուրիշը, ասենք Տիգրանն է գալիս։ Ասում է ես կարամ իմ կյանք ուրիշների համար դնեմ։ Տերը ասում է դու էլ չես կարա, դու էլ մեղավոր մարդ ես, դու չես կարա բարեխոսես։ Հետո գալիս է մեկ ուրիշը, մենք բոլորս գալիս ենք այդպես բարեխոսելու, որ ինչ որ մեկս մեկի համար կյանք դնենք, Տերը ասում է դու չես կարա, որովհետև դու էլ ես դատապարտված մահվան։ Մահվան դատապարտված մարդիկ մեղքի պատճառով չեն կարա կյանք տան ուրիշին։ Ու մեկ էլ հանկարծ Հիսուսն է գալիս երկնքից, մարդ է դառնում ու գալիս Աստծո առաջ ասում է հայր, ես կարամ ես մեղավորների համար բարեխոսեմ իրանց փոխարեն մեռնելու հարցում։ Ու Տերը ասում է սիրելիս, իմ սիրտը քեզ շատ է հավանում, դու կարաս։ Ու հայրը զարկում է իր որդուն ու սպանում է մեր բոլորիս համար, բայց ոչ թե հայրը սպանեց իրան, մեր մեղքերը սպանեցին իրան։ Ինքը վերցրեց այդ ամբողջ պատիժը իր վրա։ Դրա համար Աստծո խոսքը ասում է, որ մեր խաղաղության պատիժը Հիսուսի վրա եղավ։ Սիրելիներ, հայրը ինքան ուրախացավ, որ գտնվավ մեկը, որ մարդկության համար կարար կանգներ այդ ճեղքման կետին եւ կյանք դներ եւ կյանք առներ։ Այդ ինչի համար ինքը մեր բարեխոսն է մինչեւ հիմա երկնքում։ Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսը հորաչ կողմը մինչեւ հիմա ծառայություն է մատուցում, բարեխոսում է ինձ ու քեզ համար, որ մենք հաջողվենք ոչ թե մեղքի մեջ, այլ մեղքից ազատ կյանքի մեջ հաջողվենք, անեծքից ազատ կյանքի մեջ հաջողվենք, նվիրման, հավատարմության մեջ հաջողվենք, Քրիստոսին ճանաչողության մեջ հաջողվենք, իր սրբության մեջ հաջողվենք, որ մեր կյանքը ամբողջությամբ այս ժամանակով որ բաների հետ կապված չլինի, այլ հավիտենական ակնկալիքով գործի ակտիվ ընթացք ունենա, որ փոփոխությունները մեծ լինի։ Սիրելիներ, սա շատ զարմանալի է։ Ես այն երբ որ այս բանը տեսնում եմ, ես կարող մի փոքր իմ ներսում պատկերացնեմ, թե ինքը ինչ շփոթություն էր վերապրում տեսնելով այս ամբողջ տեսարանը։ Ու ինքը այդպես էլ ֆիզիկապես չի տեսել, նա տեսիլքով էր տեսնում։ Ու գալիս է հանկարծ մեր օրերի մեջ, մենք էլ, ասես Եսայի պես, հավատքով նայում ենք այդ անցյալ տեղի ունեցած այդ իրադարձությանը։ Մենք հավատքով ենք նայում, ասես Եսայի պես նայենք։ Ինչ էր Եսայան տեսնում իր կյանքում շփոթվում էր, նա հասկանում էր իմ ժողովրդի մեղքի համար, իմ ընտանիքի մեղքի համար,
Իմ ազգության մեղքի համար նա տեսնում էր այս բանը ու այսօր ես ու դու երբ որ նայում ենք պատմության այդ անցած էջերի մեջ տեղի ունեցած այս իրականությանը ու եթե մենք Եսայի ապրումները չունենանք ոնց որ Եսային ուներ մենք կարող ենք ինչ-որ մի բան բաց թողենք մենք ուզում ենք փոփոխություն առանց այս խաչի իրականության սա չի լինում սիրելիներս մենք պետք է Հիսուսի հետ համագործակցենք Ինչ ուրախություն է տեղի ունենում, երբ որ Հիսուսը հարությունը առնում մեռելներից։ Հավատացեք, որ բոլոր այդ ժողովուրդը, որ հանկարծ տեսնում էին ամեն մեկ իր փայ բաժնով, մոտակա 40 օրերը, մինչև Պենտեկոստեի օրը կգա, ես ձեզի մարտահրավեր եմ մղում։ Քաջալերում եմ, որ ձեզանց յուրաքանչյուրը մի 40 օր, մի 50 օր, մինչև Պենտեկոստեն կլինի, այդ հոգե գալուստի տոնակատարությունը կլինի, որ դուք ձեր ներսում այս 50 օրերը, այս 40-ից 50 օրերը մտածեք իր հարության մասին, որ ձեր համար դա մի օրվա գաղափար չլինի, դուք պետք է հանդիպեք այդ հարության իրականությանը։ Սա է քո սիրտը փոխելու, քո միտքը փոխելու, քո ընտանիքը փոխելու, քո ընթացքը փոխելու։ Դուք այս հարության իրականության հետ պետք է ասես դա ձեզ համար շնչառություն դառնա։ Եթե մենք ինչպես քրիստոնյաներ այդ հարության իրականությունով չշարժվենք, գործենք, մենք նույն խնդրի մեջ մնալու ենք երկար ժամանակ։ Սիրելիներ, ուզում եմ, որ այս փոխանակման, այս մեծ փոխանակման նաև օրհնությունների մասին խոսեմ։ Խնդրեմ նվագողներից մեկը գա։ Սիրելիներ, տեսեք, երբ որ Հիսուսը խաչի վրա փոխանակեց վերցնելով մեր ինչքան դուք լսեցիք մեր մեղքերը, մեր ցավերը, մեր վիշտերը, նա վերցրեց մերը, բայց թողեց Իրանը։ Հիմա ամենալուրջ բաներից մեկը գիտեք որն է, որ դու քոնից պետք է հրաժարվես, որ Իրանը ընդունես։ Երբ որ դու քոնից չես հրաժարվում, այն ինչ որ ինքը թողել է դա չես ընդունում։ Հենց էդի է, որ այսօր քրիստոնեության մեջ ամենացավալի վիճակում է գտնվում։ Գիտեք քրիստոնյաների ձև են ապրում։ Իրանք ապրում են ասես թե Աստված իրանց հետ չի։ Իրանք ապրում են ասես թե իրանց օգնություն չկա։ Իրանք ապրում են ասես թե Տերը ոչինչ բանել չի կարողանում, դե որ կարա թողանի էլի։ Ու մենք այնքան sense բացեջեր ունենք, ու Տերը ուզում է այսօր փոխի սիրելի եկեղեցի։ Դու չես կարող ապրես քո ձևով, որտեվ քո ձևով ապրել ես։ Դու պետք է իմ ապրես Քրիստոսի ձևով։ Մեր յուրաքանչյուրս ապրել ենք մեր ձևով, բավականաչափ, բայց որ եկել ենք Քրիստոսին, մենք էլ չենք ուզում ապրենք մեր ձևով, մենք պետք է ապրենք Հիսուսի ձևով։ Այլապես անիմաստ է դառնում իմ ու քո քրիստոնեությունը, եթե պետք է մենք իր ձևով չապրենք։ Իսկ ինչ է իր ձևը պարունակում, եկեք տեսնենք ինչ է իր ձևը պարունակում։ Այս մեծ փոխանակության հետևանքով ինչ որ բան է թողվել մեզ համար, մենք պետք է բռնվենք դրանից։ Համար առաջին մարդիկ տարապում են մեղքի ազդեցության տակ, բայց Քրիստոսը վերցրեց մեր մեղքերը ու թողել է մեզ համար թողություն։ Մենք այսօր կարանք մեղքերի թողություն ունենանք, ներում ունենանք։ Ինչ մեծ ուրախություն է, երբ որ քո մեղքերը հանկարծ մեկը ներում է։ Պատկերացեք դուք $10,000 պարտք ունես ու հանկարծ մեկը գալիս ասում է ես ներում եմ քեզ այդ պարտքը։ Ինչ ուրախություն դու կվերապրես, երբ որ մեկը ներում է քեզ քո պարտքը ու դու ազատ ես արդեն, դու էլ պարտքի մեջ չես, այդ պարտքը էլ չկա, հələ դու ասում ես հաստատ նկատի ունես, իրականում նկատի ունես, այո նկատի ունեմ, ես ներում եմ քեզ, ներում եմ քո մեղքը, որտեվ դու քո ուժերով քո մեղքից չես կարող ազատվես, դրա համար եմ ես մահացել, ինչ է թողել Հիսուսը, համար առաջին, Կողոսացիների 1:12-ից 14 խոսք ասում է մեղքերի թողության մասին։ Ասում եք գոհություն տանք հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ փոխադրեց մեզ իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռքով մենք ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն։ Եվ որ դու հասկանաս, որ քո արած որևիցե մեղքի համար վաղը գալու են վիզդ կտրեն, ես մտածում եմ դու շատ շուտ դրանց կձերբազատվես։ Ու իրականում ամեն մի մեղքի մեջ մնացող մարդը դժոխք է հայտնվելու մի օր։ Դժոխք հայտնվելը մեղքի հետևանքով դա հավասար է, որ վիզդ կկտրեն մի հատ մեղքի պատճառով։ Ու դուք պատկերացեք այս ներումը, այդ ինչ յուղ է, որ Սաղմոս 2-ն ասում է երանի նրանց ու մեղքերը թողված են։ Ու Հիսուս էդի մեզ համար ապահովել է։ Այսօր Աստված մեզ համար մեղքերի թողություն ապահով է։ Առիթը բաց մի թող, մեղքի մեջ մի մնա, արագ եղի,
խոստովանի, ներում ճաշակի, ապրի այդ երանության մեջ, այդ ներման երանության մեջ։ Հիսուս էսի ունի քեզ համար, սիրելիներս, նա արդեն էդի ակտիվացրել է քեզ համար, քո մեղքը իր վրա վերցնելով։ Երկրորդ բանը, որ ուզում եմ տեսնես, մեզ արդարության դիրք է թողել Հիսուսը։ Նա մեր մեղքերը վերցրեց, որ մենք արդարության դիրք ունենանք։ Երկրորդ Կորինթացիների 5:21-ում ասում է այսպես, որտեվ Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Հիասքանչ գործարք, հիասքանչ, նա վերցրել է մեր անարդար վիճակը եւ տվել է իր արդարությունը։ Դու այսօր չես կարող քո արդարությունով մի բան անես, դու պետք է իր արդարությունով մի բան ակտիվացնես։ Նա տվել է քեզ էդի, սա թողել է ինձ եւ քեզ համար։ Երրորդ բանը, որ տեսնում ենք, Հիսուս ինչ արեց խաչի վրա, կամ ինչ թողեց մեզ համար, որից պետք է մենք բռնվենք։ Նա տարավ մեզ ցավերի, տարավ մեր ցավերը եւ մեր վիշտերը, որ մենք բժշկված լինենք։ Ոչ թե մի օր բժշկվենք, այլ արդեն ունեցածի պես մոտենանք այդ հարցին։ Եսայա 53:5 ասում է, բայց նա մեր մեղքերը իր վրա վերցրեց, մեր վիշտերը վերցրեց իր վրա, վիրավորվեցավ, անօրենությունների հարվածը եկավ իր վրա, ասում է, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Գիտեք մենք ոնց ենք ապրում։ Մենք չենք ապրում, որ այսօր մենք ունենք էդի, մենք ապրում ենք, որ օրերից մի օր էդի ունենանք։ Տեր ասում է դու ունես, որտեվ ես քո ցավը վերցրել եմ։ Դու ունես, դու հիմա կարաս բժշկված լինես, որտեվ ես էդի վերցրել եմ։ Ես քո ցավն ու հիվանդությունը վերցրել եմ։ Կարաս հավատաս այս լուրին։ Տիրոջ բազուկը կգտնի քեզ։ Տիրոջ բազուկը հենց հիմա կարա դիպչի քեզ։ Մենակ հավատա։ Եթե չես կարող հավատաս, ասա, օգնի ինձ հավատամ։ Բայց հավատա, ասա, Էդի շատ կարևոր է, որ ինքը իմաստե ներկայ է կար այդ հրաշքը քեզ համար իրականացնի։ Եկեք տեսնենք չորրորդ բանը, որ Հիսուսը թողել է, երբ որ մեր մեղքերը, մեր ցավերը, անեծքները վերցեց։ Ասում է նա տարավ մեր անեծքները, որ մենք օրհնված լինենք նրանում։ Գաղատացիների 3:13-14-ը ասում է հետևյալ խոսքերը. Քրիստոսը գնեց մեզ օրենքի անեծքից, մեզ համար անեծք լինելով։ Գիտեք ես ինչ է նշանակում, որ Աստծո օրենքը պահանջում էր բոլոր մեղավորների մահը։ Աստծո օրենքը պահանջում էր բոլոր մեղավորների մահը, եւ օրենքի անեծքը հենց դա էր, որ մենք պետք է մեռնեինք։ Բայց Հիսուսը վերցրեց այդ իր վրա, որ մենք այդ օրենքի պահանջող անեծքից ազատվենք, էդի մահն է։ Գիտեք, ձեզանց ոչ մեկ խելքի չի գա, եթե հանկարծ իր երեխեն հանկարծ մահանա, հանկարծ ինչ որ մի բան լինի, ոչ մեկը էլ չի կարա հեշտությամբ խելքի գաք։ Եկեք մենք մի քիչ խորագետ լինենք, եկեք մեր միտքը երկնքի հետ կապենք, որովհետև գիտեք, երբ որ հայրը իր որդուն մեր համար զոհասեղանին դնում էր, մենք հոր սիրտը երբեմն չենք էլ մտածում, թե ինքը ինչ էր վերապրում, բայց ինքը սպասում էր, որ պետք է այս ամեն ժողովուրդներին սատանայի ճանկերից փրկի, որովհետև ինքը էդ էր տեսնում այդ գործի մեջ։ Եթե դու էդի չտեսնես, դու կեթաս նորից քո մեղքերի մեջ ապրելու, բայ մեզ, եթե այդպես կլինի։ Եկեք տեսնենք ասում է 14 խոսքը Աբրահամի օրհնությունները հեթանոսների մեջ լինեն Քրիստոսի սով, որտեվ Հիսուսը վերցեց այդ պատիժը իր վրա։ Եվ մեզ ոչ միայն օրհնությունների մասնակից է սարքել, իր ամենաթանկ պարգևը, որը Սուրբ Հոգին է ուղարկել է, որ մեր հետ լինի։ Աղարեսի խելքից դուրս է, սիրելիներ, պետք է մենք հասկանանք Սուրբ Հոգու պարգևը, այդ ամենաճոխ օրհնությունների մեջ է մտնում, որ ինքը կառավարում ամբողջ երկնքի կյանքը, Երուսաղեմը, օրհնությունը ու այդ մեկին ուղարկել է, որ քո հետ լինի։ Այդ է Հիսուսը խաչի վրա ինչից է մեզ ազատել մեր համար անեծք լինելով։ Հինգերորդ բանը, որ ուզում եմ, որ դուք տեսնեք, ինչ խաչի վրա Հիսուսը ակտիվացրեց մեզ համար, նա աղքատացավ մեզ համար, սիրելիներս, նա աղքատացավ հարուստ լինելով, որ մենք հարուստ լինենք ամեն բարի գործի համար պատրաստված։ Երկրորդ Կորինթացիների 8-ին այսպես ասում. Որովհետև գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Պողոս առաքյալը հանդիպել էր այս իրականությանը, ասում է, որ ձեզ համար աղքատացավ, նա որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք, որ դուք նրա աղքատությունով հարստանաք, որ դուք նրա աղքատությունով հարստանաք։ Նա աղքատացավ, նա վերցրեց այդ անեծքը։ Գիտեք, աղքատ լինելը, որ կարա ինչ-որ բանի պակասություն լինի քո կյանքում, բայց աղքատությունը դա ոգի է, դա մտածելակերպ է, դա Աստծո աղքատ, որ ասում է Երանի հոգով աղքատներին դրա հետ կապ չունի։ Աղքատությունը
որի մասին ստեղ նկարագրված է, դա ավելի շատ դիվական երևույթ է, որից Տերը մեզի ազատում է, քան թե այն մեկը, որ կարա հոգով աղքատ լինի Աստծո համար։ Կարա եւ իմ երկու բաներ չունենա, բայց իր ներսում աղքատ չլինի։ Էսի շատ կարևոր է։ Եկեք ուշադրություն դարձնենք 6-րդ բանն եմ կարդում ձեզ համար։ Նա վերցրեց մեր խայտարակությունը, որ մենք մասնակից լինենք իր փառքին։ Եբրայեցիների 2:10 հետևյալ խոսքերն ասում մեզ, որովհետև ասում է վայելում էր նրան, որի համար է ամեն բան եւ որով է ամեն բան, որ շատ որդիկ փառքի մեջ տանելիս նրանց փրկության առաջնորդը չարչարանք կրեց։ Գիտեք, Հիսուս այդ գինը վճարել է, որ ես ու դու այսօր ամեն մեկս իր փառքին, ոնց որ երկնքում է, այդ փառքին մասնակից լինենք նաև ստե երկրի վրա, մինչև իր երկրորդ գալուստը կլինի։ Ինչ հիասքանչ բան արե Տերը, ուզում է, որ մենք այդ ամեն ինչին մասնակից լինենք։ Եվ ամենավերջի բանը, որ ուզում եմ բարձրաձայնեմ, նա մահացավ, 7-րդ բանը, նա մահացավ մեր համար, որ հավիտենական կյանք ունենանք նրա հետ։ Շատեր ուզում են հավիտենական կյանք ունենան նրանից ջոգ, սիրելին դժոխքն է։ Հավիտենական կյանք նրա հետ, դա երկինքն է։ Հովհաննեսի 3:14-16 խոսքեր ասում հետևյալը. Ինչպես Մովսեսի օրերում օձը բարձրացվեց անապատում, Հիսուսը խոսում էր Նիկոդեմոսի հետ, ասում այնպես էլ մարդի որդին կբարձրացվի։ Նիկոդեմոսը տարիքով մարդ էր, իրան ասում էր Նիկոդեմոս, առանց խաչի դու չես տեսնի երկինքը, առանց խաչի դու չես վերապրի Աստծո արքայությունը, առանց խաչի վրա տեղի ունեցածի կյանքը չի փոխվի, դու պետք է հաշվի նստես, որ ինքը քո համար է մահացել, որ դու ապրես այն կյանքով, որ ինքը թողել է քեզ համար, ու ինքը ասում է, որ դա տեղի կունենա խաչի միջոցով, ու ասում է, ինչպես որ Մովսես օձը բարձրացրեց անապատում, այնպես պետք է մարդու որդին բարձրացվի, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա։ Ինչ հիասքանչ է Հոր սերը մեր հանդեպ, ինչ հիասքանչ է այս հարության պատգամը մեր համար, ինչ հիասքանչ է այն ինչ որ Հիսուսը արեց խաչի վրա մեր յուրաքանչյուրից փոխարեն մահանալով։ Սիրելիներ, մենք կարիք ունենք, որ Տեր իր հայտնությունով լցնի մեր սիրտը, որ մենք այս բաները վերապրենք, որտեղ առանց սրա մենք չենք տեսնի իրականություն աստվածային։ Հռոմեացիների 5:8-9 խոսքեր ասում է հետևյալը. բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ երբ որ մենք մեռած էինք մեր մեղքերի մեջ, Քրիստոսը մեզ համար մեռավ, ապա որքան ավելի հիմա, որ արդարացանք նրա արյունով, կփրկվենք նրանով գալիք բարկությունից, որ գալիս է ողջ աշխարհի վրա։ Սիրելիներ, եթե դուք հարության իրականության մեջ ապրելու այս ճոխությունը վերցեցիք ձեր համար, դուք կարիք չունեք վախենալ գալիք բարկություններից։ Դուք կարիք չունեք կենտրոնանալ այդ բարկությունների վրա, որ գալիս է ողջ աշխարհի վրա։ Դուք կարիք ունեք Աստծո քաղցրությունով այդ բարկության սպասող մարդկանց փրկեք, որտեղ հարության կյանքը եկել է նրա համար, որ դու Հիսուսի պես կյանք փոխանցես ուրիշներին, որ դու կարողանաս Հիսուսի սիրտը բացես ուրիշներին, դու ապրես այդ բանը եւ այդ կյանքով շատերի հետ կիսվես։ Ինչ հիասքանչ է, որ Տերը ասում է ես եմ հարությունը։ Մեկ օր մի տան մեջ նա ասեց ես եմ հարությունը։ Ես եմ հարությունը։ Ես եմ նաեւ ապագայում հարություն տվողը։ Նա հարությունից հետո գիտեք, գալիս է իր աշակերտների մոտ։ Ու 40 օրվա կտրվածքով նա իր կենթանության վկայությունը բացում է։ Օխ Երանի այս օրերը մինչև Պենտեկոստեն կգա, դուք Հիսուսին կպնեք, ասեք քո կենթանության վկայությունը բացի իմ մեջ, քո կենթանության վկայությունը բացի իմ մեջ, քո հարության այս իրականությունը բացի իմ մեջ։ Ես ուզում եմ այդ իրականությունով ապրեմ, ես ուզում եմ այդ իրականությունը ճաշակեմ, ոնց որ դու քո կյանքի վկայությունը կենթանությանդ, հարությանդ վկայությունը հաստատեցիր քո աշակերտներին։ Ես էլ դրա կարիք ունեմ։ Այ դի խնդրեք այս օրերին, մի խնդրեք տուն տեղ դրվածք։ Աստված գիտի, որ դա ձեզ պետք է, դա կտրվի ձեզ, դու կարևորը խնդրեք, բացի ինձ այս հարության իրականությունը։ Եկեք չեժանացնենք Աստծո իրականությունը մեր մեջ։ Մենք կարանք ամեն ինչ խնդրենք, դեմ չէ, բայց եկեք այս օրերին խնդրենք, Տեր, եթե ես ունենամ տուն, տեղ, ընտանիք, երեխեք, աշխատանք, ֆինանսներ ունենամ,
Բայց այդ ամեն ինչի մեջ չճաշակեմ այդ հարության իրականությունը։ Այս սովորականի պես սաղի պես կապրեմ էլի։ Մեկից լավ, մեկից վատ։ Այդ ան չի իմ կյանքի իմաստը։ Այդ ա մեր կյանքի նպատակը կամ առաքելությունը։ Սիրելիներ, Հիսուսը հարություն առ է։ Իր հարության իրականությունով պետք է մենք ապրենք։ Սա ինձ զարմանալի ուղերձ է երկնքից, ինձ զարմանալի տոնակատարություն է, ինձ զարմանալի կանչ է, որ Աստված մեզ կանչում է իր զարմանալի հարության իրականության մեջ։ Դուք պատկերացեք, երբ որ այդ իրականությունը, խնդրեմ որ փառաբանողները բարձրանան, երբ որ այդ իրականությունը քայլ առ քայլ բացվում էր աշակերտներին, գիտեք ինչն անձի զարմացնում, որ կարդում եմ չեմ կշտանում, ոնց է իրանց կյանքը փոխվում, վախվորածից դառնում են հերոսներ, պահկված վիճակից, թաքնված վիճակից նրանք բոլորը դառնում են աշխարհ փոխողներ։ Նրանք այնպիսի մարդիկ են դառնում, որ իրականում Քրիստոս իրանց միջոցով այդ ամբողջ ժամանակաշրջանի մեջ դրսևորվում է, որովհետև հարության զորության հետ են համագործակցում։ Նրանք այն իրականությամբ են շարժվում, սիրելիներ, որ Քրիստոսը հարություն առեմերելներից։ Մենք էլ պետք է այդ իրականությունով շարժվենք։ Մենք էլ պետք է այդ իրականությունով ապրենք, գործենք, աղոթենք, օգնենք, հասնենք, բարձրացնենք հարության իրականությունից, ոչ թե մեր խեղճության, ընկճվածության, հիասթափության դիրքերից։ Եկեք դառնանք Հիսուսին, եկեք դառնանք այս հարության իրականությանը, մեր իրավիճակներով չառաջնորդվենք, այլ նրա հարության իրականությունով շարժվենք, եկեք բարձրանանք, սիրելիներ, Հիսուս այստեղ է, նա հարություն առեմերելներից, ինչ հիասքանչ փոխանակություն, ինչ զարմանալի փոխանակություն, որ Հիսուսը խաչի վրա արեց մեզ համար, ու ինքը ինչ որ մի բան թողեց մեզ համար։ Մեր գործը գիտեք այսօր որն է, որ ընդունենք հավատալով խաչի վրա տեղի ունեցածը, ու ասենք Տիրոջը փառք քեզ դրա համար, որ դու մեզ գին վճարեցիր, եւ ասենք Տեր, օգնի ինձ, որ ես ապրեմ այն իրականությամբ, ինչ որ դու թողել ես ինձ համար։ Այս 7 բաները, որ դու կարաս իրականում ներված լինես, որ դու կարաս արդարացված լինես, ու դու կաս այդպիսին, որ դու կարաս իրականում բժշկված լինես, որ դու կարաս իրականում կյանքի մեջ ման գաս, որդեգրության մեջ ման գաս, հավիտենականության զորության ման գաս, Քրիստոս այստեղ է, սիրելիներ, ու ես հավատում եմ, որ դու ուզում ես այդ ամենը։ Ամեն։ Ուզում ես իրականում ապրես հարության զորությամբ։ Եթե ուզում ես, եկեք բարձրացնենք մեր ձեռքերը։ Գիտեք, թող քո ուզելը ուզել լինի։ Իրականում քո ուզելը ուզել լինի, որ հետագա բոլոր օրերը, որ քո առջև կբացվի, դու մինչև այդ իրականությունը չճաշակես, սովորականի պես չապրես։ Ասա Տեր, ես ուզում եմ։ Ես ուզում եմ ոնց որ դու կենթանացիր քո վկայությունը քո աշակերտներին։ Ես էլ եմ ուզում այդ ամենը։ Բարձրացնենք մեր ձեռքերը Հիսուսին։ Եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ։ Հիսուս այստեղ է։ Հիսուս, շնորհակալություն ենք հայտնում։ Այո, մենք այսօր խոստովանում ենք քո առջև, որ մենք հաճախակի ապրել ենք ոչ թե հարության իրականությամբ, ապրել ենք մեր առօրյայի, մեր խեղճության, մեր երևացող իրականությամբ ենք ապրել։ Ու մենք այսօր ապաշխարում ենք քո առաջ խոստովանելով, որ դա քո ուզածը չի մեր կյանքում։ Քո ուզածը չի, որ մենք ապրենք մեր երևացող իրականությամբ։ Քո ուզածը չի, որ մենք ապրենք մեր երևացող խնդիրներով։ Դա քո ուզածը չի, որ մենք ապրենք մեղքի մեջ։ Դա քո ուզածը չի, որ մենք ապրենք մեր խնդիրների մեջ, մեր ամեն անեծքների մեջ, մեր ամեն ձախորդությունների մեջ։ Դա քո ուզածը չի, Հիսուս։ Քո ուզածը այնա, որ մենք ապրենք քո հարության իրականության մեջ։ Ու մենք այսօր աղոթում ենք, խնդրում ենք, օգնես մեզանց յուրաքանչյուրին։ Թող քո օգնությունը, հայտնության լույսը տարածվի մեր վրա այնպես, որ մենք ապրենք հարության լույսի ներքո, հարության այդ իրականության մեջ, որ մենք ազատ լինենք ամեն մեղքից, ամեն անհեթեթ բաներից, որոնք մեր կյանքում սովորությունների պես կողոպտում են։ Թող այդ ամենը քանդվի մեր յուրաքանչյուրի ընթացքից, որ մենք հարության ուրախության մեջ ապրենք եւ լույս լինենք, հույս լինենք, օգնություն լինենք շատերի համար, ում հետ որ մենք առնչվում ենք։ Մենք ընդունում ենք այս հարության իրականությունը մեր տների համար, մեր ազգատոմերի համար։ Թող հարության զորությունը թափվի մեզ վրա։ Թող հարության զորությունը ակտիվանա մեր սրտների մեջ եւ մեր միջոցով, մեր շրջապատի մեջ, ով Սուրբ Աստված։ Ներողություն ենք խնդրում, որ մենք այսքան ժամանակ ինչ որտեղ մասամբ արգելք ենք եղել, որ այդ հարուցանող զորությունը, որ մեր մեջ բնակվում է քո Սուրբ Հոգու միջոցով, նա չի արձակվի մեր իրավիճակները փոխելու համար։ Դրա համար մենք ապաշխարում ենք, խոստովանելով, ներողություն խնդրելով,
Թող տարածվի քո զորությունը յուրաքանչյուրիս մեջ եւ յուրաքանչյուրիս միջոցով Հիսուսի զորավորանով, որ քո փառքը երևա, որ քո գեղեցկությունը երևա, որ քո զորությունն ու միջամտությունը երևա մեր ամեն իրավիճակների մեջ։ Օրհնում ենք քեզ ու փառաբանում ենք քեզ, Հայր, Հիսուսի զորավորանով, Հիսուսի զորավորանով։ Ամեն, ամեն։ Փառք Աստծուն։ Ամեն անգամ Աստված ուղարկում է իր խոսքը եւ բժշկում է մեր սրտերը։ Հիասքանչ է, որ մենք կարող ենք լսել Աստծո խոսքերը։ Ուզում եմ խոսքս հատուկ ուղղեմ բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ դիտում են մեզ։ Հիսուս քեզ շատ սիրում է։ Նա ամեն բան դրել է զոհասեղանին, որ դու կյանք ունենաս այսօր եւ առավելին ունենաս։ Այս աշխարհում կա մեղք եւ մեղքը սպանում է մարդկանց, տանջանքի մեջ է բերում մարդկանց։ Ուզում եմ մի հատված քեզ համար ընթերցեմ Եսայիա մարգարեության 53-րդ գլխից։ Հավատում եմ, որ նա շատ օգտակար կլինի քեզ համար։ Ով հավատաց մեր լուրին եւ Տիրոջ բազուկը ում հայտնվեցավ, որտեւ նա մատաղատուղինքի պես դուրս եկավ նրա առաջին եւ արմատի պես ծարավուտ երկրից, ոչ կերպարանք ուներ, ոչ էլ վայելչություն, եւ մենք տեսանք նրան եւ մի տեսք չկար, որ նրան ախորժեինք։ Նա անարգված էր, մարդկանց երեսից ընկած, հարվածների տեր եւ ցավի տեղյակ եղավ, եւ մի այնպիսին, որից պետք էր երես ծածկել, անարգված էր եւ մենք նրան ոչինչ էինք համարում։ Հիրավին նա մեր ցավերը վեր առավ եւ մեր վիշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատոհարված էինք համարում, Աստվածանից զարկված եւ նկուն եղած։ Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ եւ մեր անօրենությունների համար հարվածվեցավ։ Մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ եւ նրա վերքերով մենք բժշկվեցանք։ Մենք ամենքս մոլորվածների պես ման էինք գալիս, յուրաքանչյուրս մեր ճանապարհներում, եւ Տերը նրա վրա դրեց մեր ամենիս մեղքը։ Սիրելի բարեկամ, այսօր դու ունես հնարավորություն կյանքդ նվիրելու Հիսուսին։ Ու ես հավատում եմ, որ երբ որ այս աղոթքը դու ինձ հետ միասին կբարձրացնես, Հիսուսը կգա քո սրտի մեջ, կդառնա քո Տերը եւ Փրկիչը, եւ քեզ օգնություն կտա, փրկություն կտա, կյանք կտա։ Ուստի աղոթի այս աղոթքը ինձ հետ միասին։ Ամենակարող Աստված, ես խոստովանում եմ քո առջև, որ ես մեղավոր մարդ եմ ու քո ողորմության ու փրկության կարիքն ունեմ։ Խնդրում եմ Հիսուս, որ քո սուրբ արյունով մաքրես իմ բոլոր մեղքերը, իմ բոլոր չարությունները, որ ես արել եմ քո առաջին։ Քո սուրբ արյունով մաքրի եւ բնակվի իմ սրտի մեջ, դարձիր իմ կյանքի Տերը եւ իմ կյանքի Փրկիչը։ Հայր Աստված, շնորհակալություն եմ հայտնում, որ դու ընդունում ես ինձ մեղավորիս եւ որդի ես դարձնում քո արքայության մեջ։ Հիսուսի անունով ես հրատարակում եմ երկնքի առաջ, հանրության առաջ եւ դժոխքի առաջ, որ Հիսուս Քրիստոսը իմ կյանքի Տերն է եւ իմ կյանքի Փրկիչը։ Ամեն։ Եթե դուք այս աղոթքը արել եք, հավատացեք, որ Հիսուսը հիմա ձեր մեջ է, ձեր հետ է, ձեր թիկունքին կանգնած է, ձեր սրտի մեջ թագավորելու է, ձեզ պետք է գտնել մի եկեղեցի, տեղական եկեղեցի, որտեղ կարող եք տնկվել, հաստատվել եւ ձեր հարաբերությունը ինչպես ընտանիքի մարդ զարգացնեք, ճանաչեք եւ առաջխաղացում ունենաք։ Եվ շարունակեք Հիսուսին ճանաչել, նա սիրում է ձեզ։ Եղեք օրհնված։ Փառք Աստծուն։ Տերը հիասքանչ գործերը անում ու մեզ ընդգրկում այդ գործերի մեջ, մեզ մասնակից է դարձնում, ինչպես մենք կարող ենք մասնակից դառնալ ավետարանի գործին, մեր նվիրատվություններով եւ մեր ընծաներով։ Աստծո խոսքը ասում է, որ նա առատապես մատակարարում է մեզ յուրաքանչյուրից, որ մենք կարողանանք համ վայելենք, համ բավականություն ունենանք, բայց նաև ամեն բարի գործի համար նաև պատրաստ լինենք։ Ուզում եմ մի հատված ընթերցեմ ձեզ համար առաջին Տիմոթեոսի 6-րդ գլխի 17-րդ խոսքից։ Ներկա աշխարհի հարուստներին եւ բոլորին պատվեր է տրված, որ մեզանից յուրաքանչյուրս հույսներ չդնենք նյութական բաների վրա, այլ մեր հույսը կապենք Աստծո հետ։
ու շարունակություն այսպես ասում, որ ամեն բան տալիս է մեզ առատապես վայելելու համար։ Բարի գործենք, բարի գործերով հարստանանք, առատաձեռնորեն նվիրատվություններով, օգնություններով, ընծաներով օգնություն լինենք ամեն կարոտին եւ ամեն մի գործին, որ ավետարանը բերում է այս աշխարհի մեջ։ Եվ այս ամենի մեջ Աստծո խոսքը ասում է, որ նրա մենք յուրաքանչյուրս մեր նվիրատվություններով մենք մասնակից ենք լինում հավիտենական փրկության գործին։ Ոստի կոչ եմ անում, որ ձեր նվերները եւ ձեր ընծաները դուք չպահեք ու հույսներ չդնեք դրա վրա, այլ աջակցեք, մասնակից լինեք եւ ամեն բարի գործի մեջ հաջողված լինեք։ Օրհնում եմ ձեզ եւ թող Տերը լրացնի ամեն կարոտություն, որ ունեք ձեր կյանքում, ձեր ցանկսի, ձեր հունցքի միջոցով։ Աստված օրհնի ձեզ եւ բարձրացնի ձեզ։ Եղեք շատ օրհնված։ Սիրելի բարեկամ, քո նվիրատվությունները կարող ես փոխանցել հետեւյալ հաշվեհամարին. Աստված օրհնի քեզ։